Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորված ծրագիրն է։ Հուրեր 92-ի կողմից շնորհված պատվոգիր Արմենակ Աբրահամյանին, Վազգեն Սիսլիան Արևմտյան Հայաստանը գաղափարը, Մարիետա Դոմիկյանը ազգային պատասխանատվության ու համախմբման անհրաժեշտության մասին, լուսատեսալ պրոֆեսոր Սեդա Տատոյանի թեզի աշխատությունը, Բաքուն Արցախը Աստղաշեն ու ոչնչացրալը հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին հուշարձանը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կոչանում շարունակական աջակցություն ու երկարաժամկետ ինտեգրման միջոցառումներ ապահովել Արցախը տեղահանված հայերին հետի, Ղազան չեզոց մարտաճարի մասին ինչի կսլական Նայրա Կարապետյան, հայերի նվիրված Նապոլեոն Բոնապարտի սուրը։ Արևմտյան Հայաստանը մշակութային ու ազգային ժառանգության պահպանության գործում կարևոր դեր են խաղանում հասարակական կազմակերպություններն ու հայրենակցական միությունները։ Նման նախաձեռնություններից է Հուրեր 92 ազգասերների ու վետերանների միավորման գործունեությունը վերը տարիներ շարունակ գնահատում ու խրախուսում ազգային արժեքների նվիրված ընձանցը։ Լուսանկարում ներկայացված է Հյուրերի 92-ի պատվոգիրը վերը 2016 թվականին շնորհվել է ազգային ու հասարակական գործունեության հետի Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանին։ Պատվոգիրը վկայում է ազգային ինքնության պահպանման, հայրենանվեր գործի ու հասարակական ակտիվ մասնակցության կարևորության մասին։ Արևմտյան Հայաստանը մասին խոսելիս խոսքը մենակ պատմական հայրենիքի մասին չի, ազգային ինքնության հիշողության ու պատասխանատվության հարց է։ Սորմախելահայեր էթվում Արևելյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը յուրան արմատներով արևմտահայեր են, բայց հաճախ գիտակցությունը նամազ տվերում։ Յուրան ելույթում Վազգեն Սիսլյանը ընդգծալավեր անհրաժեշտ է վեր իմաստավորել Արևմտյան Հայաստանի նշանակությունը ու սարքել համահայկական օրակարգի կարևոր բաղադրիչ։ Յուրաքանչյուր հայ պիտի գիտակցի յուրան կապը պատմական հայրենիքի հետ ու յուրան մասնակցությունը ազգային նպատակների իրականացման գործում։ Վազգեն Սիսլյանը կոչ արալ խմվել ազգային գաղափարների շուրջ միավորել ջանքերը ու վերադառնալ սեփական արմատներին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նիստին վաղտը ելույթ ունեցավ պատգամավոր Մարիետա Դոմիկյանը, ինքը նախ շնորհավորել է Տիկին Լիդիա Մարկոսյանին վարչապետի պետ պաշտոնը ստանձնելի կապակցությունով մաղթել է բեղմնավոր աշխատանք ու հաջողություններ։ Յուրան խոսքում Մարիետա Դոմիկյանը անդրադարձել է հայ ժողովրդի պատմական ուղուն, նշել է հայերը հազարամյակներ շարունակ ապրան իրենց բնորանում։ Ընդգծել է Օսմանյան կայսրության ու Թուրքիայի իրավահաջորդ իշխանությունների քաղաքականության դերդան Արևմտյան Հայաստանում ցեղասպանություններ այլել, բռնազավթումներ այլել, ժողովրդագրական լուրջ փոփոխություններ այլել։ Պատգամավորը կարևորել Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի գործունեությունը, նշել է վեր պատասխանատվություն ակրում ազգային իրավունքների պաշտպանության, հայության, համախմբման ու հայկական հարցի արդար լուծման ուղղությունով։ Լուսատեսալ պատմաբան ու հետազոտող Սեդա Տատոյանի քննական նախաբան Արևմտյան հայ աշխարհի հազարամյա պատմության թագավորներից մինչև Զարթոն քաղաքականություն մշակույթ աշխատությունը վերնվիրված է Արևմտյան հայ աշխարհի 10-ից 15-րդ դարի պատմությանը։ Հատորում հեղինակը ներկայացնում է Արևմտյան հայ աշխարհի ձևավորման, զարգացման ու գոյատևման ուղին, ընդգծել է հայ ժողովուրդը դար շարունակ պահպանալ իրան ազգային ինքնությունը, մշակույթն քաղաքական ներկայությունը, անգամ պետականության կորուստից հետո։ Սեդա Տատոյանը հանդես եկել հայ պատմագիտության մեջին թեզը հայեցակարգերով կարևորելով Արևմտյան հայ աշխարհը որպես հայկական քաղաքակրթության ինքնուրույն ու կարևոր կենտրոն։ Հեղինակին համոզումով հայ ժողովրդի ամբողջական պատմության ըմբռնման հետի անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել Արևմտյան հայ աշխարհի բազմադարյա ժառանգությունները, ներդրումը հայկական ինքնության պահպանման գործում։ Համաձայն արբանյական լուսանկարների վերլուծության 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ին ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենը Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը վերականգնեցված է 2012 թվականին։ Սրա մասին հայտնում պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն։ Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենը հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, կանգնեցվել է 1970-ականներին։ Ստրասբուրգ 16-ից 2026 թիվ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթին Հայաստան եկած վաղտը հրապարակալ իրան հաշագրումը ու ընդգծել է Արցախը բռնի տեղահանված հայերը շարունակում են կարիք ունենալ երկարաժամկետ աջակցության ու արդյունավետ ինտեգրման քաղաքականության։ Հանձնակատարը պետք է գնահատել Հայաստանի իշխանությունների իրականացրած քայլերը, մասնավորապես քաղաքացիության ստացման գործընթացի բարձրացումը, բնակարանային ու սոցիալական աջակցության ծրագրերը, հունց նաև կրթության ու զբաղվածության ոլորտներում իրականացվող նախաձեռնությունները։ 2026 թվականի փետրվարի դրությունով ավելի քան 20,000 արցախահայ ստացել է Հայաստանում քաղաքացիություն։ Հանձնակատարը Հայաստանի իշխանություններին առաջարկում է մշակել մարդու իրավունքների երահիմնված համապարփակ ինտեգրման ռազմավարություն, արցախահայերի անմիջական մասնակցությունով շարունակել քաղաքացիության ու փաստաթղթավորման գործընթացների յուրացումը, ինչպես նաև պահպանել անհրաժեշտ սոցիալական աջակցության ծրագրերը։ Հուշագրում ընդգծվում է նաև վեր արցախահայերին հետի շարունակում է կարևոր մնալը հայրենիքի ետրնալի իրավունքը, իսկ միջազգային հանրությանը կոչ արվում շարունակել աջակցել իրանց ինտեգրման գործընթացին։
Արևելյան Հայաստան ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը Facebook-յան էջը կիրել է։ Մեզ պետք է քաղաքակրթական առողջացում, մեզ պետք է վերադարձ բիդայնքնություն ու քանի դեռ կան հայեր հուվեր մոռանալավ ցավը, տրորելով հավատը, անտեսելով իրանց դավաճանածներին, ուրանալա Բաքվի բանտում նստած աղբորցը խաղաղություն ընկովեր։ Մենք պիտի պահենք մերը, իսկականը, յուրահատուկը, բացառիկը, այն ինչը մեզ հայ սարքում։ Իհարկե շատ փիսավեր վնասվալա Կիև Պեչորյան մայրավանքը, իսկ Սուրբ ամենափրկիչ Ղազան Չեցոց մայր տաճարի մասին ինչ կասիք։ 1799 թվականին եգիպտական արշավանքին վաղտը Նապոլեոն Բոնապարտը իրան զորքավը հսալա Եաֆիա։ Շտեղ իրան բանակը ծանր կորուստներ էր կրելի ժանտախտին բռնակմամբ դերդան։ Այդ փիստ դիժեր օրերին օգնության ցերքը մգնալ քաղաքին հայ համայնքի ներկայացուցիչներն Սուրբ Պետրոս եկեղեցու վանականեն վեր խնամալն հիվանդ զինվորներին ու ապաստանն տրամադրալ ֆրանսիական զորքերին։ Ավանդության համաձայն բուժվելուց ու ուժերը վերականգնելուց հետո Նապոլեոնը ի նշան երախտագիտության եկեղեցուն հայ հոգևորականների մինին նվիրալա իրան մարտական սուրը։ Այս պատմությունը կանտայնե պահպանվալա Եաֆիայի հայ համայնքի հիշողության մեջ որպես հայերի մարդասիրության ու ծառայության վկայություն։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։